Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 29-ի համար, օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու, դրա համար գնայինք այս մյուս քարտերով, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 29-ին, մի փոքր անհանգիստ եք, մի փոքր լարված եք, ինչ-որ բաների համար, կարող է սա նաև բորբոքվածություն է, ինչ-որ չափով, այո, այստեղ երեք քարտերն էլ ինչ-որ ձեր շրջապատում շիզոֆրենիկ մարդկանց մասին է խոսում, ովքեր որ երեք երեսանի են, հա ինչ-որ պահեր է, որոնք որ կարող է իրանք են ձեզ նյարդայնացնում այդ օրը, իրենց պատճառով բորբոքվում եք, նաև կարող եք շատ խոսել ինչ-որ մեկի հետ, քննարկել ինչ-որ հարցեր, նաև սա բամբասանք է, լեզվակռիվ է, հա, կարող է բորբոքվեք և չդիմանաք, խոսեք ինչ-որ մարդկանց հետ, հա, այդպես իրենց պատասխանեք, իրենք ձեզ պատասխանեն, նաև այդ օրը մեկ ակնթարթվեցը մի բան տեղի կունենա, բացի դա էլ սա խաղ է, կա ինչ-որ բան է լուրջ չեք վերաբերվում, կամ ինչև այս լուրջ չեք վերաբերվել, այս մարդկանց հա, միգուցե ինչ-որ պահեր կան, և գիտեք այդ իրավիճակին պետք է լուրջ նայեք, չգիտեմ ինչ իրավիճակ է, միգուցե պետք չի լեզվակռվի մեջ մտնել այդ մարդկանց հետ, նաև խաղ է, սա կարող է գնալ ինչ-որ միտեղ խաղալու, հագու ձեր երեխաներին, թոռներին, տանել ինչ-որ խաղասրահ, կամ նաև սա խաղ է, ովքեր որ գնում են հենց հստակ խաղալու, և մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է, որ կարող է տեղի ունենալ ձեզ հետ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 29-ին, հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է, տան անդամ է, միգուցե ձեր աղջիկն է, ձեր քույրն է, ձեր մայրն է, մորաքույրն է, այդպես, ինչ-որ հարազատ է, ընտանիքի անդամ, այդ օրը նաև ոյցան ակնկալներ տեղի կունենան, ոյցան նվերներ, ինչ-որ ոմանց համար սա ժամադրություն է, ինչ-որ ուրախ պահեր են, որոնք որ կգան ձեր կյանք, նաև սա կամ հիվանդանոց է, կամ նաև կարիերայի բարձրացում է, պետական հիմնարկություն է, առաջ խաղացում ձեր գործերում, շատ աշխատանք կունենաք, ոմանք կարող են ընդունվել նաև աշխատանքի այդ օրը, կամ պատվերներ գրանցեք, կամ ձեր հեղինակությունը բարձրանա, թե բիզնես ունեք, բիզնեսը առաջ կգնա, կծաղկի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք եկվորյակներին, ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 29-ին, ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք նաև առողջությամբ, կարող եք հանդիպել գնալ կամ ձեր ծնողների տուն, կամ դե ամենայն դեպս այցելեք ձեր ծնողներին, և ժամանակն է ինչ-որ մի բան անելու, ժամանակն է սկսելու, ժամանակն է ինչ-որ մի բան ձեռք բերելու, ժամանակ մի վատնեք անիմաստ նաև այդ օրը, ժամանակն է հավելյալ ուժ ձեռք բերելու և կամ դիմելու ինչ-որ մարդկանց ձեզ օգնեն, եթե զգում եք, որ չեք կարողանում միայնակ անել, նաև դա ժամանակ հատկացրեք օրինակ ձեր ծնողներին, ձեր գեղեցկությանը, ձեր առողջությանը, մի անտեսեք ոչինչ, և այդ օրը ոմանք ինչ-որ անսպասելի մեկի հետ փողոցում կամ ինչ-որ միտեղ ծանոթություն է սա, հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ինչ-որ բան է կարող եք պատվիրել ձեր տուն բերեն, սա նաև մարդը էմոցիոնալ է և իր գործերն է անում, նաև ճանապարհ կարող եք գնալ, հյուրեր ընդունել, հյուր գա, դուք գնաք հյուր, նորություններ կլսեք նաև հետաքրքիր, դե սա ընդհանրապես լավ նորություններ է, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խեցգետիններին,
Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 29-ին։ Շատ շփում, գուցե տարբեր մարդկանց հետ, տարբեր առիթների վերաբերյալ։ Նաև դա կարող է լինել լեզվակռիվ ինչ-որ մեկի հետ չհասկանաք իրար, խոսեք, բայց ընդհանրապես սա հետո ուրախ եք, այնպես որ կարծես լեզվակռիվ չկա, սա նաև բամբասանք է, բայց դա ձեզ ոչինչ չի ասի։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հանդիպում կամ շփում կունենաք այդ աղջկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Ընտանիքի անդամ է, կարող գալիս է ձեր տուն, կարող ձեր աղջիկն է, ձեր քույրն է, ձեր մայրն է, ով որ կգա ձեր տուն, կամ դուք կայցելեք իրեն, տան անդամ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, դե միգուցե ինչ-որ առիթ կա, հա, որ ցույց են տալիս ինչ-որ մի ֆիգուրա, ինչ-որ մարդ են ցույց տալիս։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 29-ին։ Աշխատանք, շատ աշխատանք, այդ օրը կանեք, աշխատանքում առաջ խաղացում, բարձրունք, նաև կարող եք այցելել ոչ պետական հիմնարկություն, ռեստորան նաև կարող եք գնալ, այստեղ ճանապարհ կա, կարող գնում եք ռեստորան, նաև նոման տեղ է, ինչ-որ հիվանդանոց է սա նաև կարող ցույց տալիս ինչ-որ մի տեղ, որը պետական է։ Եվ նաև ձեր գործերն էլ, հա, բիզնես առաջ կգնա, բարձրունք, առաջ խաղացում, պաշտոն, պատվերներ կարող եք ունենալ։ Նաև այդ օր ձեր գործերը առաջ կմղեք եւ ինչ-որ մի բան հիմքից կարող եք փոխել առաջ մղելու ժամանակ, ոմանք ճանապարհ կգնան, միգուցե երկար ճանապարհ է, միգուցե անընդմեջ ճանապարհներին կլինեք, բայց եւ ուշադրիր եղեք ճանապարհներին, հա, սա սուր գործիք է եւ սա ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք վարում մեքենան եւ ձեր մեքենային ուշադրություն դարձրեք եւ կողքերինը։ Նաև դա ինչ-որ բան է, կտրուկ ինչ-որ կյանքում ինչ-որ մի բան կարող եք փոխել կամ կարող այստեղ աշխատանք եք գտնում եւ դա է ինչ-որ մի բան ձեզ մոտ փոխում կտրուկ, ինչ-որ իրավիճակ է փոխվում, հա, ձեզ մոտ։ Սա նաև ինչ-որ մի բան ձեզ այնց հեռացնելն է, հա, ոնց որ կտրում գցում եք ինչ-որ մարդու կամ ինչ-որ մի ձև, անելու ձև, ինչ-որ մի բան, հա, վերջ ասում եք, այլևս չմանդրադառնալու դրան, կամ այդ մարդուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 21-ին։ Շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, աշխատանքում առաջ խաղացում, բիզնեսում առաջ խաղացում, կարող եք այդ օր այցելել ռեստորան, կարող եք այցելել որևիցե հիվանդանոց, պետական հիմնարկություն, նա ձեր հեղինակությունը կբարձրանա, պատվերներ կընդունեք, այնտեղ վեճ եք, կամ վիճում եք, կամ տուն եք մաքրելու։ Կարող եք տուն մաքրել, նաև ինչ-որ բաներ հանել, դեն նետել տանից կամ ձեր աշխատանքի վայրից, որ այլևս ձեզ պետք չէ։ Նաև դա վեճ է, եթե վիճում եք ինչ-որ մեկ հետ, կարող եք այդ մարդուն կորցնել եւ հավիտյան։ Եվ այդ օրը ոչ է նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, ինչ-որ մեկի հետ SMS-ով, հա, նամակագրական կապի միջոցով խոսեք, ինչ-որ բաներ կգրեք, կարող է ինչ-որ ցուցակ եք կազմում, արդեն ամանոր է մոտենում, շուշուտ, շատ արագ, եւ կարող է այդ ցուցակն եք կազմում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերքներին, ինչ-որ բան անկապ կշերքներին, վեճն է, վայ, ինչ-որ բանի ժամանակն է նաեւ, ժամանակն է վեճերը կանգնեցնելու, գուցե։ Քան ասում են կշերքները հավասարակշռված են, բայց ես շատ կշերքներ գիտեմ, ովքեր որ լավ էլ լեզվանի են, լավ էլ կռվում են։ Լինի դա տղա թե աղջիկ։ Դե մի նեղացեք այդպես է։ Ինչ է սպասվում կշերքներին նոյեմբերի 21-ին։ Վայ։ Այդ լավներ։
Որտեղ տեսա 21։ Ինչ է սպասվում կշերկներին նոյեմբերի 29-ին։ Օրվա ավարտ է, ամեն ինչ հնարավոր է։ Ներեք ժամանակը եւս էլի ընկավ։ Ինչ-որ իրոք ժամանակն է մի բանի ձեզ մոտ։ Այդ օրը ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն, ձեզ սիրված կզգաք, դե սիրտ է, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ձեզ սիրով կվերաբերվեն 4 կողմը, կզգաք այդ տարբերությունը մարդկանց վերաբերմունքի, եւ հենց կա ժամանակն է ի վերջո սիրահարվելու, ժամանակն է սիրելի կողքին լինելու, Նամ ժամանակ հատկացրեք ինչ-որ մի բանի, թե ձեր հարաբերությունների օրինակ կայունացմանը, թե նոր սիրուն, թե ձեր երկրորդ կեսին, թե ինչ-որ մի բան գործերի կայունացմանը, միգուցե մեկ այլ ոլորտ է սա ասում ձեզ, հա, որ այդ ոլորտը մի հատ վերանայեք, հա, ժամանակ հատկացրեք դրան եւ դա կայունացրեք, ողա ինչ-որ անորոշ վիճակ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 29-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով է միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար։ Կողակ վիճել այդ տղայի հետ կամ ժամանակին եք միգուցե վիճել այդ տղայի հետ։ Այստեղ գիտեք ինչ-որ հնարավորություն է ձեզ ընձեռվում հաշտվելու համար, եթե նորից չբորբոքվեք իրեն տեսնելու, եթե վիճված եք։ Նաև կարող է օգնել ձեզ ինչ-որ մի տարածք մաքրել, հավաքել, ինչ-որ մի բան տեղ կարգի բերել, որ տղամարդու ձեռ է հարկավոր։ Եվ այդ օրը ինչ-որ բան ձեզ մոտ կհեշտանա, ինչ-որ մեկին տեսնելու, հենց հաշտվելու, ինչ-որ հարցեր լուծելու համար պետք չի բորբոքվել, պետք է ուղղակի օգտվել այդ հնարավորությունից, որը ձեզ տալիս են, որ թեթևացնի ձեր վիճակը, ինչ-որ մի բան անելու համար։ Այնպես որ մի բորբոքվեք, ամեն ինչը ուղղակի հանգիստ թողեք Աստծուն եւ ամեն ինչ կանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 29-ին։ Երեխաների հետ կապված վայցը պահեր են, միգուցե առիթ է տանը երեխաների հետ կապված։ Ինչ-որ հաջողություն է սա, նաև կարող է հղիությունը, ծննդաբերությունը, երեխային եք բերում տուն դրա համար, հա, հաջողություն եք բերում տուն, երեխան իր հետ այս հաստատ հաջողություն կբերի, հա, ամեն երեխա իր խսմատն ունի եւ այս երեխան ձեր տուն հաստատ հաջողություն կբերի, եթե նման բան կա։ Ոմանք տանը կարող են բիզնես սկսել, հա, կարող եք սկսել հանգիստ, արդեն այդ օրը Մերկուրին ուղղահայաց է, այնպես որ հանգիստ կարող եք սկսել։ Ես եմ սպասում դրան։ Գժվեցի սպասելով։ Մենք անգամ կենցաղային տեխնիկա ենք ուզում գնել, բայց չենք կարողանում նաև հատուկ մեքենա արտադրական իհարկե գործերի համար եւս վախում եմ գնել, որովհետեւ հետադարձ է Մերկուրին, դե հիմա ինչ անենք։ Նաև ոմանք նոր կյանք կսկսեն, նոր պահեր, նոր տուն, նոր ապրելակերպ, հա, կարող միգուցե այդ օրը որոշում եք դուռը բացեք ձեր տան առաջին օրը եւ մտնել ձեր տուն։ Տան հետ կապված ինչ-որ պահեր են, ինչ փոփոխություն եք անում, իրոք կարող է նոր տուն է, կամ վերանորոգումից հետո նոր տեղափոխվում եք։ Նաեւ տան իրերը կարող եք փոխել, արդեն տոնածառը հանել, որպեսզի տեղադրել։ Եվ դե հաջողություն ունեք, դռները բաց են այդ օր ձեր առջև։ Ինչ էլ որ անեք միևնույնն է, հա, այստեղ բիզնես սկսեք տանը թեկուս, էլի եւս հաջողությամբ դա առաջ կգնա։ Ինչ էլ որ անեք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 29-ին։ Օձեր կան ձեր շրջապատում, վաղուց չկային ձեր օձերը։
Միգուցե իմաստություն է սա, միգուցե ոցերը ձեզ էմոցիաների հասցնեն, այդպես ներվայնանաք, եւ ոնց որ ինչ ուզենակ անեք չստացվի, հա, մարդը արդեն ներվայնացել է եւ չի կարողանում ոչ մի բան անի, անընդհատ իրեն նյարդայնանում է ամեն ինչից։ Այստեղ հնարավորություն կարող են ձեռվել եւ սա արդեն ասում է, որ իմաստուն եղեք եւ այդ հնարավորությունից փորձեք օգտվել, որովհետեւ սա հեշտացնում է ձեր մոտ ինչ-որ մի բան եւ կարող եք օգտվել դրանից, հա, բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Ոմանք այդ օրը կարող են ծնողի հետ լինել, ոմանք ոչ ռոմանտիկ պահեր ունենան, ժամադրություն, նաեւ գիշերը ուշ տուն գաք այդ օրը, նաեւ ինչ-որ տակրկի երազներ կարող եք տեսնել։ Նաեւ չի բացառվում ընդհանուր այս էմոցիոնալ վիճակը, միգուցե ինձ ասում է իմաստուն եղեք եւ մի տրվեք էմոցիաներին, հա, ձեր արժեվ խոչընդոտներ կարող են լինել։ Ստենք խոչընդոտը ինչի ան։ Ինչ որ մեկ ակնթարթ է սա, միգուցե դուք չեք կարող վրան ազդել կամ սա անլուրջ վերաբերվելու արդյունքն է։ Հետո ինչ ուղղություն ընտրեք այդ խոչընդոտներից դուրս գալու համար, դա ճիշտ է ձեզ համար, այնպես որ հանգիստ ընտրեք, հանգիստ գնացեք այդ ուղղությամբ, բայց սա լուրջ վերաբերվեք այդ խոչընդոտին։ Այստեղ տենց է ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 29-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ, այստեղ նաև կարող է տղաների համար նոր սերը, նոր հարաբերություններ ու վրա կարող գումար ծախսել։ Տեսնենք ամենայն դեպս մնացածի համար ով է այս աղջիկը։ Դե միևնույնն է, զույգ եք։ Հա, այսպես թե այնպես ինքը զույգ է ցույց տալիս, ձեր զույգն է։ Ձեր երեխան է, հա, ձեր արունակիցն է, այդպես, եթե զույգ չունեք։ Քո ձեր ծնողն է, ձեր եղբայրն է, հա, այդպես։ Ոմանք այդ օրը սիրո խոստովանություն կստանան, կանեք, ձեզ սիրված կզգաք, ձեր կողքերի այդ սերը կստանաք, հա, ավելի շատ։ Ձեր հարազատների հետ կշփվեք այդ օրը։ Եվ գումար կամ կծախսեք կամ նաև գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, գուցե ձեր աղջիկ օրինակ ձեզ գումար է ուղարկում, այստեղ եւ ձեզ լավ եք զգում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 29-ին։ Առիթ։ Վերջապես մեկին առիթ ընկավ։ Չնայած շաբաթվա մեջ բավականին շատ անգնում, եւ պարտադիր չի շաբաթ օրը եւս այն ընկնի։ Արդեն ոնց որ պատրաստությունը կա, երևում է, որ դուք առիթի եք։ Եվ ոմանք առիթի կլինեն, ոմանք գնանոց այգի, եթե լավ եղանակ եք, տանեք երեխաներին այգի, ընկերոջ հետ եք տանում, երեխաներին վերցնում տանում եք։ Կարող գնալ կինո, թատրոն, այնպեսի մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան, օրինակ Հյուսիսային պողոտա։ Նաև ծնունդ, կնունք, հա, ինչ-որ նաև սա հասարակական կյանքն է մարդու, կարող եք ցույց դնել ինչ-որ մարդկանց։ Այդ օրը հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ եւ կարող եք նոր ընկեր ձեռք բերել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, ինչ-որ մի շրջապատ մտնել եւ այնտեղ ընկերներ ձեռք բերել, հա, այստեղ ամենայն դեպս եթե հասարակության մեջ եք։ Եվ 3 երեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե ընկերն է։ Ընկերներ չեկան, որ գիտես, որ ինքը երկերեսանի է, բայց վաղուց չես տեսել, բայց նույնպես էլի տեսնում ես, էլի բարևում ես, խոսում ես, բայց մի բան մոռանում ես, որ ինքը այդպեսին էր եւ սկսում ես կիսվել հետը։ Այն ձեզ սա կարող է այդ պահը լինի եւ կամ իրան պետք չի դա, կամ ուզում է իմանա, որ եւս էլի այն մնացածի հետ խոսելու թեմա ունենան, հա, խոսեն այդ մասին։ Համար քիչ կիսվեք այդ օրը, ոչ բաներ ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։